Բարի երեկո սիրելի բարեկամներ։ Ուրախություն բոլորիս այս մի երկերկոցը Գյումրու գույն ունի։ Մենք դարձյալ սիրով հյուրընկալել ենք մեր մշակութային մայրաքաղաքի Խաչատուր Ավետիսյանի անվան ժողովրդական գործիքների պետական նվագախմբին։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցիկյանն է։ Այս համերգում դիրիժորական վահանակի մոտ է Կարեն Մայիլյանը։ Բարեկամներ, որ Գյումրին երգի ու երաժշտության եզակի օրան է, բոլորին է հայտնի։ Բայց որ նրա հանրահայտ նվագախումբը որոշել է հնչեցնել հայ կինոյի սիրված մեղեդիներն ու երգերը, կլինի այսօրվա բացառիկ գեղեցիկ անակնկալը։ Բարեկամներ, հայկական կինոերաժշտությունը եւ երգերը ստեղծվել, գործիքավորվել եւ հնչել են սիմֆոնիկ, կամերային եւ էստրադային երաժշտության համար նախատեսված գործիքներով, փոքր բացառություններով, երբ որևէ ժողովրդական երգ ներկայացվել է, բնականաբար ազգային նվագարանով, դուդուկ, զուռնա եւ այլն։ Այդ ավանդույթը այսօր էլ շարունակվում է, որովհետև կինոն, որպես տեսողական արվեստի ժամանակակից ու զարգացող տեսակ, նախընտրում է համապատասխան ժամանակակից երաժշտական լեզու։ Եվ մեր գյումրեցի բարեկամների այս նորարարությունը կինոերաժշտություն նվագել եւ երգել ազգային նվագարաններով գնահատելի է հայտնի ստեղծագործությունների նոր երաժշտական մեկնաբանություններ լսելու առումով։ Եվ գիտեմ, որ այս հրաշալի նվագախումբը մեզ հուսախաբ չի անի, ավելին, մեզ համար ավելի սիրելի կդարձնի բազմիցս լսած ստեղծագործությունները։ Հաղորդումը կսկսենք Պեպո ֆիլմում հնչող Ձկնորսի երգով։ Եվ այսպես, Ձկնորսի երգը Պեպո ֆիլմից լսենք Արամ Մովսիսյան։ Բձերիս աշխատումի հալալ աշխատանք սիմուտու վայեն մարդի որ աշխարում խալխի դատացածն է ուտու վայեն մարդի որ աշխարում խալխի դատացածն է Պեպո ֆիլմում տեսնում ենք նաև հինավուրց ու զունդարած իսապարը, որը մեր նախնիները հիմնականում ապրել են հարսանեկան արարողությունների ժամանակ։ Որպես ծիսական գործողություն, ջահել հարսնացուներն ու հարսները նորահարսին հանդիսավոր շարժումներով ներքաշել են բարի մեջ։ Ուզունդարա բառը մեծ լեզվաբան Հրաչի Աճառյանի բացատրությամբ նշանակում է գաղտնի պսակ դնել։ Բարեկամներ, մասնագետների կարծիքով այս բարի շարժումներում նկատելի է բացասական ուժերի դեմ հայուհիների հնագույն չարխափան ծեսը, երբ նրանք օծակերպ գալարումներով հմայում եւ շեղում են չարին։ Լսենք Ուզունդարայի բարեղանակը Պեպո ֆիլմից դուդուկահար Հարություն Հարությունյանի կատարմամբ։
Պեպո ֆիլմում հնչող ձկնորսի երգի խոսքերի հեղինակի հետ կապված մի պատմություն կա, որն այսօրվա տերմինաբանությամբ հեղինակային իրավունքի հարց է։ Բանն այն է, որ երգում հնչող խոսքերի հեղինակը ոչ թե Հանճարեղ Չարենցն է, ինչպես այսօր էլ գրվում եւ ասվում է, այլ հայ թատրոնի եւ կինոյի ականավոր դերասան Դավիթ Մալյանը։ Հենց նա է արձագանքել Խաչատրյանի այն տրտունջին, որ չի կարող աշխատել, մինչև երգի խոսքերը իր ձեռքի տակ չլինեն։ Ցույց են տալիս մի քանի հանգավորված տողեր, բայց ոչ ֆիլմի ռեժիսորին, ոչ կոմպոզիտորին դուր չեն գալիս բառերը։ Չկար հարկավոր կոլորիտը։ Եվ հանկարծ Դավիթ Մալյանը խոստանում է վաղն առավոտյան գրել եւ ներկայացնել իր տարբերակը։ Սկզբում Խաչատրյանն ու Բեկնազարյանը թերահավատորեն են վերաբերվում նրա այդ տարօրինակ խոստմանը, բայց երբ իր քաղաքի լեզուն ու ոգին հրաշալի զգացող թիֆլիսահայ Դավիթ Մալյանն իսկապես հաջորդ առավոտյան բերում է երգը, մեծ կոմպոզիտորը շատ է հավանում այն եւ որոշում են այլևս չսպասել մեծ բանաստեղծ Չարենցի գրելիք տարբերակին, իսկ երբ նա այնուամենայնիվ բերում է հավելյալ երկու տուն, չեն էլ ընդգրկում երգում։ Ալալ աշխատանք սիմուտում, ու այն մարդում, ով աշխարում, ալխի դադած ացնեմ։ Ինչու է աղմկում գետը սիրված ֆիլմը հավանաբար չէր ունենա այն բացառիկ հաջողությունը, եթե այնտեղ չլինեին Արտեմի Այվազյանի հրաշալի երգերը։ Ֆիլմում հնչող այս երգի անունն է Արաքս գետը, չնայած հաճախ հիշատակվում է որպես Աղջկա երգը։ Աղջկա երգը ինչու է աղմկում գետը ֆիլմից, խոսք Հակոբ Սաղաթելյանի, երաժշտությունը Արտեմի Այվազյանի, բեմում Սեդա Սեյրանյանը։ Իմ հարազատուլալ գեր Քեզ հետ է միշտ իմ կյանքը ու երազներս քեզ Հեյ երկիր արած իմ ողքին երաս Ջան արաքս է երկիր կարոտի Ջան արաքս է երկիր կարոտի դու իմ մատերի Սրտակից ուլալ գեր Կանգնել եմ լուր ինչքան ես Քո ափերուն ծաղկավեր Հեյ երկիր արած իմ բախտին երաս Ջան արաքս է երկիր կարոտի դու իմ մատերի Ջան արաքս է երկիր կարոտի դու իմ մատերի Ջան արաքս է երկիր կարոտի դու իմ մատերի 1960 թվականին Կիմ Արզումանյանի նկարահանած Սայաթ Նովա հեռուստատեսային խաղարկային ֆիլմը «Սիրեց ժողովուրդը»։ Ֆիլմում հնչող շատ արտահայտություններ թևավոր խոսքեր դարձան, եւ եթե մինչ այդ սիրված աշուղի կերպարը հայտնի էր առավելապես Հրաչյա Ռուխկյանի ստեղծած դիմանկարով, ապա հիմա էլ Սայաթ Նովան մարմին էր առել իր հայրենակից հայ բեմի նշանավոր արտիստ Բաբկեն Ներսիսյանի արտահայտիչ դեմքով ու առինքնող ձայնով։
Ֆիլմում հնչում է Աշխարհս մե Փանջարայե երգը հրաշալի երգիչ Նորայր Մնացականյանի կատարմամբ։ Այժմ երգի մեղեդին կներկայացնի դուդուկահար Նորայր Գափոյան։
Այս երգը եւս հնչում է Սայաթ-Նովա ֆիլմում։ Մեծ աշուղի այս ստեղծագործությունը կարելի է համարել առհասարակ համաշխարհային սիրերգության գագաթներից մեկը։ Հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն իր Նրան գույնում այս երգի հայտնի տողը հնչեցնում է մի քանի անգամ՝ դուն կրակ, հագածդ կրակ, ստեղծելով խոսքի ու պատկերի բացառիկ համադրություն, որը գրեթե հմայական մեդիտացիոն ուժ է հաղորդում իր զարմանահրաշ ֆիլմին։ Սայաթ-Նովա, թամամ աշխարհ պտուտ եկա, բեմում Նվար Փարաջանովը։ Շարունակում է երկերքոցը եւ այսօր հյուրընկալել ենք Շիրակի մարզպետի խորհրդական Վանո Մարտիրոսյանին։ Բարի երեկո։
Խստապահանջ ու բարձրաճաշակ հանդիսատես ունեցող Գյումրու Հայաստանի մշակութային մայրաքաղաքի ժողովրդական գործիքների նվագախումբը ինչ կարևոր արժեք է ստեղծում մեր մշակութային կյանքում եւ ինչպիսի յուրահատկություններով է առանձնանում։ Բարև ձեզ, հարգելի Լևոնյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, Գյումրին լինելով մշակութային մայրաքաղաք միշտ էլ ունեցել է խստապահանջ եւ բարձր ճաշակով հանդիսատես եւ իմ կարծիքով հենց այդ պահանջկոտությունն է, որ ժամանակ առ ժամանակ եղել է շարժիչ ուժ, որպեսզի Գյումրու ժողովրդական գործիքների նվագախումբը ավելի պատասխանատվությամբ եւ ավելի բարձր մակարդակով ստեղծի արժեքներ եւ իմ կարծիքով ամենակարևոր արժեքը ազգային երաժշտության պահպանումն է, բարձր մակարդակով ներկայացումն է եւ նոր շնչով եւ նոր կյանքով փոխանցումն է ապագա սերունդներին։ Հայ կինոյի երգերն ու երաժշտությունը հանկարծ ազգային նվագարաններով ինչպես է մտահղացվել այս ծրագիրը։ Իրականում այս ծրագիրը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից եւ երբ առաջի անգամ բուրըն արձագանք եղավ, այդ ժամանակ հասկացանք, որ ինքը դեռ երկար է մնալու մարդկանց սրտերում։ 2015 թվականից հաշվի առնելով, որ նախադեպային եւ նմանատիպ մեծ նախագիծ չէր եղել դեռ Հայաստանում ու նաեւ զբաղվածություն հաշվի առնելով նվագախմբի 3 տարի պահանջվեց, որպեսզի պարտիտուրները վերջնական գրվեն եւ առաջի անգամ 2019 թվականին ներկայացվեց հանդիսատեսի տատին ու ունեցավ շատ լավ արձագանք, հետո տարբեր բեմերում հանդես եկան Երևանում, Գյումրու դրամատիկական թատրոնում ունեցան մեծ համերգ։ Այս հարցը ինձ հետաքրքրում է որպես կինոյի մարդու։ Հնարավոր է որևէ կոմպոզիտոր, որևէ ֆիլմի համար ստեղծի կինո երաժշտություն ազգային նվագարանների անսամբլով, օրինակ հենց ձեր անսամբլի մասնակցությամբ։ Իմ կարծիքով շատ լավ միտք կլինի ու նվագախումբը միանշանակ պատրաստ կլինի մեծ պատասխանատվությամբ կերտելու նոր պատմություն։ Եվ ճակերտավոր եւ դրական ասած իմ կարծիքով այդ ֆիլմը արդեն դատապարտված կլինի հաջողության, որովհետեւ առնվազն երաժշտասեր, ազգային երաժշտությունը սիրող անձանց սրտում կլինի այդ կինոն։ Շատ լավ։ Ընդհանրապես ինչ անակնկալներ սպասենք ձեր նվագախմբից։ Գյումրու ժողովրդի նվագախումբը իրականում շատ սպասեցնել չի տալիս անակնկալների եւ յուրաքանչյուր համերգ հաշվի առնելով էլի Գյումրու պահանջատեր հանդիսատեսին, ով չի սիրում հերթականը, չի սիրում կրկնվողը, 2026 թվականը Գյումրու ժողովրդի նվագախմբի համար հոբելյանական է եւ նշվելու է նրանց ստեղծման 40-ամյակը։ Եվ չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց 2026 թվականը ազգային երաժշտությունը սիրող հայ ժողովրդի համար լինելու է անակնկալներով եւ գեղեցիկ տարի։ Աստված օգնական ձեր այս հրաշալի գործին, քիչ հետո կշարունակենք երկերկոցը, մնացեք մեզ հետ։ Զայդ Նովայի Էշխեմեդ երգի մեղեդին դարձյալ նույն ֆիլմից ներկայացնում է թառահար Համլետ Մուրադյանը։
Հայ նոր կինոյի ուշագրավ դրսևորումներից է 1988-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին պատմող Երկրաշարժ ֆիլմը, որը նկարահանել է մեր հայրենակից կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։ Ֆիլմի ուժեղ կողմերից է երաժշտությունը, որը Հայկոյի կինոերաժշտական տաղանդի մի նոր հաստատումն էր։ Եվ այսպես համանուն մեղեդին Երկրաշարժ ֆիլմից երաժշտությունը Հայկոյի բեմում է դուդուկահար Հայաստանի ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը։ Այս երգը սիրվեց ու լայնորեն տարածվեց Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմի շնորհիվ։ Պատերազմում որդիներին կորցրած Վերջալույս Միրիջանյանի հերոսուհին նախապես պետք է մի պաթետիկ խոսք ասեր, բայց զարմանալիորեն փորձառու դերասանուհին ոչ մի կերպ չէր կարողանում հիշել սցենարով նախատեսված տեքստը։ Հետո պարզվեց, որ դա բարեբախտություն էր, և շատ լավ էր, որ չի հիշել տեքստը։ Եվ հանկարծ դերասանուհին հենց նկարահանման հրապարակում մի ելք է առաջարկում։ Պարզապես սկսում է երգել շատերին անծանոթ հուզիչ երգ, որն ամեն ինչ դնում է տեղը։ Այս երգից ավելի լավ երևի ոչինչ չէր կարող արտահայտել այն խորունկ վիշտն ու ցավը, որ ապրում էր հայ սգավոր մայրերի հավաքական կերպարը։ Այս պատմությունը կինոարվեստում երբևէ հաջողված իմպրովիզացիայի հանկարծաստեղծման ուղղակի դասական օրինակ է։ Արշալույս էր նորեր բացվել, ախ ձին կրտնած ներս մտա։ Կտորն երկինք ֆիլմում կա մի հետաքրքիր տեսարան, հերոսը երիտասարդ Թորիկը ավանդապահ քաղաքում չտեսնված չլսված քայլի է դիմել։ Կնության է առել հասարակած տնից բերած Անժելին։ Դա արել է գիտակցված, անտեսելով հանրային աննպաստ կարծիքն ու բոլորի բարոյական ճնշումներն իր, մորաքրոջ և իր նորաստեղծ ընտանիքի վրա։ Եվ ահա իր նորահաս երջանկությունը նա արտահայտում է մի երգով, որը ոչ թե երգում է, այլ գրեթե բղավում,
ի ցույց դնելով իր անսահման սերը գեղեցկուհի կնոջ նկատմամբ։ Հայ կինոյի մեծ վարպետ Հենրիկ Մալյանն այս երգը հնչեցնելով իր ֆիլմում հաստատում է նաև իր երաժշտական փայլուն զգացողությունն ու ճաշակը։ Նախ այդ երգն իր լեզվով ու նրբին բովանդակությամբ լիովին ներդաշնակ էր արևմտահայ միջավայրին, ապա մի ուրույն գույն էր տալիս հերոսի կերպարին ու նրա ապրումներին։ Դա սքանչելի անոր երգն է, որի խոսքերի հեղինակը արևմտահայ բանաստեղծ Հովհաննես Թլկատենցին է, իսկ երաժշտությունը գրել է ծագումով նույնպես արևմտահայ ջութակահար, խմբավար, կոմպոզիտոր Համբարձում Պերպերյանը։ Լսենք Կատարինա Անախասյանին։ Կինոռեժիսոր Յուրի Երզենկյանի ստեղծած «Առաջի սիրո երգը» ֆիլմը գրավիչ է նաև իր համանուն վերնագրով։ Մի բառակապակցություն, որը թանկ ու նվիրական է բոլորի համար։ Չէ՞ որ սիրո առաջին զգացումը մարդու ամբողջ կյանքում մնում է միակն ու անկրկնելին, ավելին, մնում է որպես այն անհասանելի երանությունը, որը կարող է և օգնել, և խանգարել մարդու հոգու ներդաշնակության ձգտելու իր ճանապարհին։ Առաջին սերը գալիս է անսպասելի, ինչպես անամպ երկնքում կայծակի ճայթյունը, պայծառ, ինչպես հանկարծ հայտնվող կուրացուցիչ լույսը և անհասկանալի, ինչպես կյանքի իմաստը։ Առաջին սերն ուրախություն է ու տագնապ, հանկարծակի շիկնանք, անհանգիստ սրտխփոց։ Եվ մեր ամբողջ կյանքում չենք էլ հիշում այն առաջին բառն ու երկխոսությունը, որը հնչել է այդ պահին։ Ընդամենը հիշում ենք մի ակնթարթային հայացք, մի արևոտ ժպիտ և այդ ամենը անսահման մաքուր եթերային մշուշում։ Սիրո երգ, առաջին սիրո երգը հանրահայտ ֆիլմից խոսք Վահան Հարությունյանի, երաժշտությունը Առնո Բաբաջանյանի, մեզ հետ Արման Խաչատրյանը։ Հրվել է շուրջը գարուն և նասում էր կեչին, գարնան արևներ բուրում, մեր համբույրն առաջին, զեփյուրներ խաղում թոփերում, վարսերըտ մեղմի գուրգուրում, կրթում են երգիս հետ շարունակ,
այգին սակայն ես չեմ մոռացել այն գարուն ու այգին գնում ենք այնտեղ միասին հիշում էր համբույրն առաջին կրկնում ենք մի ծանոթ եղանակ իմ անուշի միակ քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում դու իմ սիրո արև իմ բերկրանք իմ անուշի միակ Զեփյուրն են խաղում թափերում վարսերդ մեղմի գուրգուրում կրկնում են երկիս հետ շարունակ իմ անուշի միակ քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում դու իմ սիրո արև իմ բերկրանք իմ անուշ իմ միակ Կինոյում հնչող լավ երգն ու երաժշտությունը ոչ միայն հարստացնում են ֆիլմի ուզականությունը, այլև լուծում են մի գրեթե անհաղթահարելի խնդիր։ Ճշգրիտ արտահայտում են այն, ինչն անհնար է բառերով ասել։ Մեղեդին ուղեկցվող խոսքը ապրումակցում է հանդիսատեսին ֆիլմում ծավալվող իրադարձություններին։ Հաճախ ինքը դիտողը ձայնակցում է երգը, դառնալով արդեն այդ պատմության մասնակիցն ու հույզերի կրողը։ Բարեկամներ, Ասիա Երեմյանի կատարմամբ լսենք «Արշալույս էր նոր էր բացվել» երգը Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» հանրահայտ ֆիլմից։
լույսը բացվավ, դուրը բացվավ, աղձինքը հրտնած, ներս մտավ, սիրո կուրծքի վերքը ստացավ, ամբուզամբեր ձյունք ու կար, արևա չէ, էլ չբանա, երկինք գուլար, քար գուլար, թողեք ես լավ ու արտասվեմ, ճամփորդ բալիս կարոտեմ։ Երգերը Հենրիկ Մալյանի Եռանկյունի ֆիլմում յուրահատուկ տեղ ունեն։ Օրինակ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ Զարթիր Լաոն կամ Մհեր Մկրտչյանի Մկրտչի երգեցողությունը։ Մալյանի համար ամեն ինչ, նաև երգն ու երաժշտությունը չափազանց կարևոր գործոններ էին։ Ոչ թե մանրուքներ էին կամ համապատասխան հուզական միջավայր ստեղծող միջոցներ, այլև կրում էին էական իմաստային լիցքեր, որոնք բացահայտում էին հերոսների ճակատագիրը, կյանքի ու իրականության իրենց ուրույն անհատական ընկալումները։ Հիշարժան է օրինակ այն տեսարանը, երբ իրենց դարբնոցում հավաքված մկրտիչները սկսում են երգել, ընդ որում յուրաքանչյուրը մի առանձին երգ է երգում։ Երբ վրացի դարբին Վասոն, որն էլ իր հերթին մի վրացական երգ էր քթի տակ երգում, հանկարծ մի այնպիսի բան է ասում, որ այսօր էլ շատերը մեջ բերում են իբրև թևավոր խոսք։ Ասում է 5 հոգով 6 երգ ենք երգում։ Զարթիր լաոն հեռնիմ քզի Հայ կինոյի մեծ վարպետ Հենրիկ Մալյանի ֆիլմերը հիշվում են նաև իրենց երգերով ու երաժշտությամբ։ Եվ նա երաժշտական նյութ ընտրում էր հատուկ բծախնդրությամբ։ Նա լավ գիտեր երաժշտության ուժը եւ միշտ անվրեպ էր իր ընտրության մեջ։ Մի երգ Հենրիկ Մալյանի Եռանկյունի ֆիլմից, Շերամ, մի բալա է։ Լսենք երգը Երվանդ Խաչատրյանի կատարմամբ։
Հայտնի մեղեդիներ նվագախմբի տղաները, Տժվժիկ և Տղամարդիկ ֆիլմերից, երաժշտությունը Գևորգ Արմենյանի, Էդվարդ Բաղդասարյանի և մեկ ժողովրդական երգի մեղեդի։
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը վաղուց է արժանացել հանդիսատեսի առանձնահատուկ ջերմ վերաբերմունքին։ Հայ կինոյի մեծ վարպետները պարզապես ձեռքի ձեռք էին խլում նրան ակնկալելով հերթական սկանչելի ստեղծագործությունը։ Մանսուրյանի մեղեդիները մեզ մաքրագործող ու մեր հայացքը դեպի վեր բարձրացնող զարմանալի զորություն ունեն։ Դրամատիկ ու լուսավոր գույներն այնքան նրբորեն են համադրված նրա ստեղծագործություններում, որ ցավի մեջ լույս է երևում, լույսի մեջ անհուն ու հավերժական թախից։ Եվ կոմպոզիտորն ամեն ֆիլմի համար ստեղծում է միայն այդ պատմության ասելիքին համահունչ երաժշտություն, միայն այդ հերոսների ապրումները բացահայտող մեղեդային կերպար։ Բայց այդ մեղեդիները այնքան մարդկային ու զգացմունքային են, որ ապրում են նաև առանձին կյանքով, հնչում են զանազան համերգասրահներում, սիրով լսում են եթերային հեռարձակման բոլոր միջոցներով եւ համացանցով։ Եվ այսպես մանսուրյանական կինոմեղեդիների շարք հին օրերի երգը, կտոր երկինք եւ մեր մանկության տանգոն ֆիլմերից։
Բարեկամներ, այսօր հնչեցին ծանոթ ֆիլմերից հայտնի երգերն ու մեղեդիները ժողովրդական նվագարանների միջոցով։ Չգիտեմ, գուցե շատերի համար փոքր-ինչ անսպասելի ու անսովոր էր այս համերգը, բայց ասեմ, որ այն ինձ դուր եկավ։ Ի վերջո, ազգային նվագարանները մի այլ դիտանկյունից են բացահայտում այդ ստեղծագործությունների էությունը, դրանց ազգային յուրահատկությունն ու ոգին։ Մեր գյումրեցի երաժիշտները կեցց են։ Շնորհակալություն հրաշալի աշխատանքի համար։ Վստահ եմ, այս նորարարությունն ընդունվեց եւ սիրվեց։ Եվ ամենակարևորն այն է, որ չի մոռացվում հայ կինոյի երաժշտական բովանդակությունը։ Այո, բովանդակությունը, որովհետեւ մեր կինոյին, մանավանդ դասական նմուշներին, միշտ էլ բնորոշ է հույզի ու մտքի արտահայտման իմաստային կողմը, ասելիքը, որը մեզ դարձնում է ավելի բարի, հարստացնում է մեզ այնպիսի ստեղծագործություններով, որոնք ապրում են նաեւ առանձին կյանքով։ Այդ դեպքում է միայն կինո երաժշտական արվեստը դառնում արժեք։ Բարեկամներ, Երկերկոցի եթերում երգում էր հայ կինոն Գյումրու գույներով եւ մեզ հետ էր Գյումրու Խաչատուր Ավետիսյանի անվան ժողովրդական գործիքների պետական նվագախումբը։ Կհանդիպենք։